իրավունքների պաշտպանությունն ու նոր սահմանադրության նախագիծը։ Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անց է կացվելու սահմանադրական հանրաքվե։ Եկեք տեսնենք, թե որքանով է առաջարկվող նոր սահմանադրության նախագծով ավելացել քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Այսպիսով, գործող սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սա նշանակում էր, որ եթե անգամ առկա չէ սահմանադրական դրույթը կենսագործող օրենք, միևնույն է, սահմանադրության այդ դրույթը ուղղակիորեն կիրառելի է։ Սակայն առաջարկվող սահմանադրության նախագծում անմիջական գործողության վերաբերյալ դրույթը հանված է, ինչը նշանակում է, որ քաղաքացիները գուցեև չկարողանան օգտվել իրենց այս կամ այն սահմանադրական իրավունքից, եթե ազգային ժողովը չընդունի համապատասխան օրենք։ Գործող սահմանադրության 21-րդ հոդվածով սահմանվում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, սակայն նոր սահմանադրության նախագծում այդ դրույթներն առկա չեն, ինչը էական խնդիրների կարող է հանգեցնել նրանով, որ անմեղ մարդիկ ստիպված կլինեն ապացուցել իրենց անմեղությունը։ Նոր սահմանադրության նախագծով ձևախեղված է նաև արդար դատաքննության իրավունքը։ Եթե գործող սահմանադրության համաձայն արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը, ապա նորի նախագծով հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է։ Ստացվում է, որ նեղացվում է այդ իրավունքի պաշտպանվածության շրջանակը, քանզի օրենքով կարգավորվող հարցերի շրջանակը շատ ավելի լայն է, քան սահմանադրությամբ սահմանված մարդու հիմնական իրավունքները։ Այսինքն, դատարաններում այլևս կթույլատրվի օգտագործել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցները։ Եթե գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքացին կարող է իր մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալ, ապա նոր սահմանադրության նախագծով այդ իրավունքը սահմանափակվում է։ Ավելին, սահմանափակվում է նաև կրկնակի դատվելու արգելքը, որը հնարավորություն կտա, որ դատարանի կողմից արդարացված քաղաքացուն կարող են նորից մեղադրել արդեն արդարացված արարքի մեջ։ Ու թեև մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները գլուխը 35 հոդվածից դառնալու է 59 հոդված, սակայն հոդվածների ավելացումը հիմնականում պայմանավորված է խմբագրական մոտեցմամբ, առանց բովանդակային փոփոխությունների և առանց իրավունքների պաշտպանվածության մեխանիզմների ավելացման։